թեման մի քիչ քննարկվել է ինչ որ մի որոշ տեղերում կապված ռազմական արդյունաբերության բանով, բայց դա առանձին թեմա է, առաջարկել եմ մի քիչ բարձր կարող մարդկանց, բայց ինձ թվում է դա իրենց խելքի բանը չի էլի, որ մենք կարող ենք այս վիճակում չհայտնվենք։ Դա կուժեղացներ մեր ռազմական հզորությունը։ Իհարկե կուժեղացներ, դաժե մենք կարող ենք Ադրբեջանի հետ ուրիշ լեզվով խոսենք։ Ես չեմ ուզում, որ մենք հիմա որևէ մանրամասնություն բացենք այդ տիպի խոսակցության, բայց ես հորդորում եմ մեր պետական պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են այդ ուղղությամբ աշխատելու, ականջալուր լինեն պարոն Մելիքյանի ասած այդ խնդիրներին, եւ ես որքան տեսնում եմ եւ սննդային հավելումների մեջ եւ խմիչքի արտադրության մեջ եւ այլն դուք բարձր ստանդարտներ եք պահպանում, որը հնարավորություն կտա այս սապրանքը արտահանել երկրից եւ վաճառել այլ երկրներում։ Չգիտեմ, ուրիշ բան ունեք ասելու։ Լրացուցիչ ասեմ, եթե որևիցե մի, ես չեմ ասում մեր տարածաշրջանում, ասում եմ աշխարհում, եթե որևիցե մեկը, որևիցե մի կազմակերպություն արտադրող ոգելից խմիչքներ, սրա նման ինչ-որ մի բան կարտադրի, ուրեմն սա բանի պետք չի, նա ինքն էլ արտադրում էլի։ Ով է այդ։ Դրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք բիոքիմիկոս, գյուտարար Ռուդոլֆ Մելիքյանի հետ։